Ալյասկայի պատմական գագաթնաժողովից հետո առաջին անգամ Պուտինը զանգահարել է Թրամփին ու պայմանավորվել 2 շաբաթում հանդիպել Բուդապեշտում։ Երկու լիդերների հանդիպման նախապատրաստումը կքննարկվի ռուս-ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հաջորդ շաբաթ ծրագրված խորհրդակցության ժամանակ։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Հեռախոսով խոսեցինք նախագահ Պուտինի հետ, կարծում եմ շատ լավ ու արդյունավետ զրույց էր։ Կհանդիպենք 2 շաբաթվա ընթացքում, դա բավականին շուտ է։ Մարկո Ռուբիոն կհանդիպի ռուս պաշտոնակցի Լավրովի հետ։ Մերձավոր Արևելքի պատերազմի կարգավորումն 8-րդն էր, այժմ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմամբ կդառնա 9։ Անկեղծ ասած, ոչ մի նախագահ չի ավարտել որևէ պատերազմ, իսկ ես կարգավորել եմ 8-ը։ Կարծում եք Բայդենը դադարեցրել է որևէ պատերազմ։ Բայդենը սկսել է պատերազմներ, որովհետև նա հիմար էր։ Զրույցը տևել է մոտ 2.5 ժամ, Միացյալ Նահանգների նախագահն այն երկար է համարել։ Հեռախոսազրույցում հատուկ շեշտադրվել է ուկրաինական ճգնաժամը։ Կրեմլի ղեկավարը մանրամասն գնահատել է իրավիճակը։ Թրամփը մեծ հույս ունի, որ Պուտինի հետ հանդիպմանն այս տխրահարճակ պատերազմն ավարտին հասցնելու հնարավորություն կընձեռվի։ Երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Անդրադարձ է եղել նաև Թոմահոք հրթիռներին Պուտինի արձագանքի մասով։ Ես նրան հարցրի, դեմ չեք լինի, եթե ես մի քանի հազար Թոմահոք հրթիռ տամ ձեր հակառակորդին։ Ես հենց այդպես էլ ասացի։ Նրան դուր չեկավ այդ միտքը, ընդհանրապես դուր չեկավ։ Թոմահոքը սարսափելի հարձակողական աներևակայելի ավերիչ զենք է, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։ Հրթիռների մասին Կրեմլի ղեկավարի հստակ դիրքորոշումը հայտնել է նաև նրա օգնական Յուրի Ուշակովը։ Վլադիմիր Պուտին повторил свой тезис. Վլադիմիր Պուտինը կրկնել է իր թեզը, որ Թոմահոք հրթիռները մարտադաշտում իրավիճակ չեն փոխի, սակայն զգալի վնաս կհասցնեն երկու երկրների հարաբերություններին, չհաշված խաղաղ կարգավորման հեռանկարները։ Հրթիռների մասին Պուտինի հստակ դիրքորոշումից հետո Թրամփը հայտարարել է Վաշինգտոնը հեռահար հրթիռներ շատ ունի, բայց դրանք նահանգներին էլ են պետք, հավելելով, որ չեն կարող դատարկել իրենց երկիրը։ Բուդապեշտի հանդիպմանն ընդառաջ հեռախոսով խոսել են նաև Ռուսաստանի նախագահն ու Հունգարիայի վարչապետը։ Հունգարական կողմը խոստացել է անվտանգ ու հանգիստ միջավայր ստեղծել լիդերների առաջիկա հանդիպման համար։ Պուտինն ու Թրամփը խոսել են Ուկրաինայի նախագահի Վաշինգտոն մեկնելու հենց նախօրեին, իսկ Զելենսկին նահանգներ է գնացել պատերազմում հակահարձակման անցնելու ծրագիրը քննարկելու եւ բաղձալի հրթիռները ստանալու մեծ հույսով, թեպետ Թոմահոքի թեման Թրամփն ու Պուտինը կարծես փակել են։ Համենայն դեպս Սպիտակ տանն արդեն այնքան էլ ոգևորված չեն մատակարարման մտքից։ Նախքան Վաշինգտոնի Փենսիլվանիա ավենյու հասնելը Զելենսկին հանդիպել է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաների ու պաշտպանության ոլորտի ղեկավարների հետ։ Օրակարգի առանցքում Ուկրաինայի պաշտպանության ամրապնդումն է, իհարկե ամերիկյան հեռահար հրթիռների օգնությամբ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։